Դիանա Գրիգորյանի «Գոյամարդ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում սպասվում են թեժ ու հետաքրքիր իրադարձություններ, իսկ հեռուստասերիալում նկարահանվող դերասաններն ամեն ինչ անում են, որպեսզի հեռուստասերիալն էլ ավելի դիտարժան ու հետաքրքիր դառնա։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում էին Ավոյի վերադարձին և ահա Ավոն վերադարձել է, բայց վերադարձել է արդեն իր ծրագրերով ու բնականաբար հունանից վրեժ լուծելու նպատակով։ Ավոյի սիրո համար այս պահին պայքարում են երկու կանայք՝ Էռնան ու Ռոզին։ Ռոզին ունի երեխա, իսկ դրան հակառակ Էռնան սիրում է իսկապես Ավոյին։ Նա փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Ավոն իրենից չհեռանա, բայց արդյոք դա ճիշտ քայլ է Էռնայի կողմից այն բանից հետո, ինչ նա արեց իր եղբոր ընտանիքի դեմ։ Իհարկե, նրա զգացմունքներն թերագնահատել չի կարելի, բայց ամեն դեպքում Էռնան պետք է հասկանա, որ Ավոն Ռոզիից ունի երեխա։ Մյուս կողմից էլ Գրիշոն կարծեք թե ունի անցյալ, որը շատ շուտով բացահայտվելու է։ Գրիշոն ու Մանան ամուսնացել են, բայց կարծեք թե այդ հարսանիքը և իհարկե նրանց երջանկությունը երկար չի տևելու։ Գրիշոյի կյանքում հայտնվելու են նոր կանայք ու աղջիկներ, որոնցից հետո Մանանի մեջ կասկածներ է առաջանալու։ Բայց հետաքրքիր գաղտնիքները բացահայտվելու են շատ շուտով։ Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ գաղտնիքներ է թաքցրել անցյալում Գրիշոն, ինչ գիտի այդ ամենի մասին Մանանն, ապա անպայման միացեք մեր ալիքին, շատ շուտով հետաքրքիր ու գաղտնիքների բացահայտումներով լի տեսանյութեր են լինելու մեր ալիքում։ Մնացեք մեզ հետ, որպեսզի լինեք առաջինը տեղեկացված։ Ողջույն բոլորին, ես անընդմեջ պիտի շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց, ովքեր այստեղ նահանգներում ինձ օգնության ձեռք են մեկնում։ Դա Մագա ստուդիոն է, դա Beauty Fabric-ն է, դա իմ ստեղծագործական խումբն է, Նարեկը Սարգսյան, Էդգարը Հովհաննիսյան, մարդիկ, ովքեր մշտապես քեզ հետ են, մարդիկ, ովքեր անշահախնդրորեն օգնության ձեռք են մեկնում, մարդիկ, ովքեր քեզ հետ են քո կողքին առանց որևէ ենթատեքստի։ Դա թերևս ամենակարևորն է։ Եվ ամենակարևոր շնորհակալությունը Մերին Մակարյան, ով յուրաքանչյուր հարցում ինձ հետ է։ Հենց խնդիր եմ ունենում, զանգ Մերիին, նույն րոպեին խնդիրը լուծվում է, նույն րոպեին խնդիրը միանգամից ստանում է իր լուծումը։ Հիմա էլ գնում եմ իրեն հետ սուրճ խմելու։ Տենց։ Լուրջ եմ ասում, հիմա կարող է ձեզ համար տարօրինակ հնչի, բայց ես գժվում եմ իմ սխալը գրաֆիկի համար։ Այսօր գնացել եմ նկարահանման, հետո գնացել եմ գովազդի նկարահանման, հիմա նորից գնում եմ նկարահանման, հետո գիշերն էլ գնում եմ փորձի ներկայացման ու այդ խառը վիճակը ինձ չեմ կարող բացատրեմ, ասենց խելագարվում եմ այդ ամեն ինչի համար, չեմ հասցնում տանը ընդհանրապես, ինչ անենք։ Մի խոսքով բոլորիդ լավ օր, իսկ ես գնացի։ Քանի որ հարցերը շատ են, փորձեմ այս տարբերակով պատասխանել ձեր հարցերին։ Սիթքոմներ չեմ գրում, ոչ մի տեսակի սիթքոմ իմ գրչին չի պատկանում, չգիտեմ հետագայում կգրեմ թե ոչ, հավանաբար ոչ։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ խորհուրդ կտամ սկսնակ սցենարիստներին, կերտեք ձեզ, ունեցեք ձեր ձեռագիրը, ձեր գրիչն ունեցեք, ուրիշի գրչի հետ գործ չունեք, մասնավորապես հարևանի գրչի, դա գեղեցիկ չէ, նույնիսկ ամոթ է, կարդացեք շատ, տեսեք շատ, լսեք շատ, լռեք շատ և ապրեք ու ունեցեք ձեր կյանքը, բայց միևնույն ժամանակ ուշադիր եղեք մարդկանց և փորձեք հասկանալ յուրաքանչյուրին և յուրաքանչյուրին փորձեք արդարացնել ինքներդ ձեր մեջ։ Իհարկե սա բավականին ծավալուն թեմա է, շատ ծավալուն թեմա է, շատ բան կարող եմ ասել այս կապակցությամբ, բայց այս պայն այսքանը։ Նոր նախագծեր անշուշտ լինելու են, նոր նախագծերում Էմմա Մանուկյանը իմ սիրելի անպայման կլինի։ Ինչ վերաբերում է թե երբ կավարտվի Գոյամարդ հեռուստասերիալը, տարեվերջին,
Թե ինչ իրադարձություններ են ձեզ սպասվում, անսպասելի, իսկ թե ինչեր կլինեն առհասարակ մեր կյանքում, կապրենք կտեսնենք, չծիծաղեցնենք բարձրալին, գուշակություններ անելով, թերևս այսքանը։